Սիրելի ոսկեպարծիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, ողջունում եմ բոլորիդ։ Ես այսօր ճիշտն ասած, որ գալիս էի, մտածում էի ոսկեպարում, ես խոսամ, թե ավելի շատ ձեզ լսեմ, եւ ճիշտն ասած կուզենայի մի քիչ ձեզ լսեի, որովհետեւ սա իմ որ երրորդ այցն է ոսկեպար, երևի 6-7, հա։ Լավ թող 6 լինի, լավ մինիմում 5, չէ չնայած 5-ից շատ է հաստատ։ Այսքան բաներով իրար հետ անցանք։ Հիմի ինչ եզրակացության եկաք, ինչ հետևության եկաք, ինչ մտածեցիք, ինչ եք մտածում, մինչև այսօրվա եւ հետագայի մասին։ Չէ, լուրջ, ինչ եք մտածում, ինչ հետևության եկաք։ Չէ, վերջը դե հիշում եք այդ դահլիճում այդքան հանդիպումներ ունեցանք, այդքան լարված, հա մի բան ասեք, ոսկեպարը եկեղեցի կարում եք, գնաք թե չեք կարում, հաստատ, թուրքին չենք տվել, վստահեք, այդ լավ է, ուրիշ, չէ, հարցը դա չի, Սահմանազատումից առաջ ոսկեպարում 16 միլիոնի ծրագրով կառուցվում էր 2 տուն, ընդամենը 2 տուն։ Ես հիշում եմ մի օր ստեղի հանդիպմանը, ասի հանեցի վիճակագրություն, ասի ժողովուրդ, խի չեք օգտվում ծրագրից։ Չէ, մի րոպե, դահլիճում ասին, որովհետև էլ ինչ, ասում են, բանը գյուղը քոչեցնում է, գյուղը չգիտեմ ինչ եք անում, ինչի մար տուն սարքենք։ Տուն սարքենք, որ տանք թուրքերին կամ տուն սարքենք, որ թուրքերը կան ապրեն։ Հիմի էլ եք վախում, ուզում եմ իմանալ, հաստատ, լուրջ, ամենայն անկեղծությամբ։ Որովհետև այսօր ասենք ճիշտ է, մի հոգի է, բայց այդ բանը շատ ծան։ Ուրեմն տեսեք, Բերթավանում 200 տուն է սարքում, 200 տուն, 16 միլիոնով։ Հա? Մի րոպե։ Եկել է վերջում մի քաղաքացի, որ գնում ենք, եկել է ասում է, դե ասում եմ 200 տուն ենք սարքում, ասում է հա թուրքերի համար եք սարքում, էլի։ Չգինեմ։ Ուզում եմ հասկանամ, տենց բան մտածող ոսկեպարում կա։ Չէ, հարցը էդ չի, հարցը նա ուզում եմ հասկանամ, ոսկեպարում, ապագայի հետ կապված, ինչ Ժորժ ջան, նախ ասեմ հետևյալը, արձանագրենք, որ սահմանազատման առաջին փուլում ամենատարբեր բաներն էին ասում։ Այն ինչ որ ես ձեզ եք աստեղ ասեցի, ամեն ինչն են եղավ, ոնց որ ես ասեցի։ Հաստատ։ Հիշում եք, չէ, նաև մարդիկ կային, այսօրվա եւ նորվա անդիմությունից, որ եկել էին, էս էին ասում, սենց ալնելու են ասում, էսա խափում, ենա խափում։ Ես ոնց որ ասել եմ, ճշգրիտ 100%-ով տենց ա եղել, թե տենց չի եղել։ Հիմա առաջիկայում ես ամենակարևոր խնդիրներից մեկը համարում եմ, որ սահմանազատման գործընթացները ավարտին հասցնենք պատմականորեն, որ ոսկեպարծի այս երեխեքի համար կիսատ գործ չթողենք։ Որովհետև դա ամենավատ բանն է, որ գցենք եկուց, լտենանք նոր տարուց հետո ինչ կլինի, այն վաղտ ինչ կլինի, ու հետո այս երեխեքը մեծանալու են, հետ են պտտվելու, ասելու են, մեր հերերը, մեր պապերը, մեր մասին մտածել են, թե չեն մտածել։ Եթե մտածել են, ինչի են այդ կիսատ պռատ հարցերը ժառանգել մեզ։ Ես այսօր ասում եմ, հասկանալով ոչ բարդությունը, ես 2024 թվին հայտարարություն արեցի, ասի մենք Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակենք։ Ինչի, որովհետև ես հասկացա, ենթադրենք եկեք պատկերացնենք շարունակվում է Ղարաբաղի շարժումը, ինչ ալնելու, ինչեր ելնելու, եվս 10 տարի, 20 տարի, 30 տարի առնակամ լինող Հայաստան և արդյունքում այդ հարցերի լուծում չեր ստանալու, որովհետև առնվազն այն պատկերացումներով, ինչ պատկերացումների մեզ 30 տարի բան են արել, ներշնչել են, թե դա բանը, ամենատարբեր մանիպուլյացիաներով։ Այսօր էլ մեզ ասում են, այս սենց էր լուծվելու, նենց էր լուծվելու, ասում ենք լուծեր, թող լուծվեր, ով էր խանգարում։ 30 տարի 2018 թվականից 91 թվից 2018 թվականը, հա։
Իշխանության եք եղել, լուծեիք, բա լուծեիք ով էր ձեռներներդ բռնել։ Ոչ մեկ ձեռներները չէր բռնել։ Ընդհակառակը լուծման տարբերակը իրանք ինչ տարբերակի մասին են մտածել։ Իրանք այդ ամենագովական տարբերակն եղել այն, որ մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք։ Եթե մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, ուրեմն չի նշանակում, որ ընդունում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է։ Բայց թե Ադրբեջանինը չի, ինչ ես քո հողի մի մասը տալիս, որ են վերցնես։ Այդ չի տրամաբանությունը։ Այսինքն եթե մենք ասում ենք, «Էս իմ 1000 ներողություն կոռեկտ կարա չլինի», ասում եմ իմ ժամացույցը քեզ տամ, դու քո ժամացույցը տուր ինձ։ Դրանով ես չեմ ընդունում, որ քո թևի ժամացույցը քոնն է, կամ այն ժամացույցը, որ ես ուզում եմ, քոնն է, հակառակ դեպքում իմը ինչ եմ քեզ տալիս։ Էս է եղել ամբողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին։ Եվ այս ճշմարտությունը ընդունելու եւ ճանաչելու համար դուխ է պետք եղել, ուժ է պետք եղել, կամք է պետք եղել։ Ես այդ կամքը ցուցաբերել եմ հանուն այն երեխեքի։ Սահմանազատումը անելու համար կամք է պետք ցուցաբերել։ Հանուն այն երեխեքի ես այդ կամքը ցուցաբերել եմ, որովհետեւ ես հիշում եմ մարդկանց ագրեսիվությունը, այդ թվում ոսկեպարում եւ հասկացել եմ դա։ Հասկացել եմ, ես ոչ մեկին ոչ մի բանի մեջ չեմ մեղադրում, ընդհակառակը։ Դա լավ հնարավորություն էր, որ ես գայի, կիսվեի, խոսեի, պարտավորություններ ստանձնեի եւ ուրախ եմ, որ այսօր ոնց ասել եմ, նենց էլ եղել է։ Հիմա մենք սահմանազատումը պետքա շարունակենք։ Պետքա շարունակենք եւ այդ սահմանազատումը պետքա ունենա սկզբունք։ Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետր տարածքը պետքա սահմանազատման արդյունքում ֆիքսվի։ Սահմանազատման process-ում կան պրոբլեմատիկ հատվածներ, դուք գիտեք, դրա մասին խոսել ենք։ Փոխադարձ մխրճվածություններ եւ այլն եւ այլն։ Հիմա ո՞նց ենք այդ հարցերը լուծելու։ Ես մտածում եմ, սենց կա երկու մոտեցում։ Մոտեցում 1, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներքուստ տրամադրված են պրոբլեմներ ստեղծել իրար համար, որ մի 10 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո պրոբլեմը նորից գլուխ բարձրացնի։ Եվ երկրորդ տարբերակը, որ Հայաստանն էլ Ադրբեջանը ասում են վերջես պատմությունը պետքա փակել եւ սահմանազատումն էլ պետքա անցանել, որ էլ երբեք հարց չծագի, էլ երբեք կոնֆլիկտի համար ոտի տեղ չլինի, հենման կետ չլինի։ Իմ ընկալումն է, որ process-ը զարգանում է այս երկրորդ ուղղությամբ, որ նստելու ենք խոսանք, ոնց ենք անում, որ 29743 քառակուսի կիլոմետր տարածքը եւ իրանց տարածքն էլ, իրանց տարածքի առանձնահատկությունն է նա, որ Կասպից ծովը բարձանում, ես դրա համար իրանց թիվ չեմ ասում, որովհետեւ Կասպից ծովը բարձանում իջնում է, դրանցից իրանց տարածքը փոխվում է։ Մեր տարածքը ֆիքսված է 29743 քառակուսի կիլոմետր։ Սովետական միության բաները, հանրագիտարաններն է, որ նայեք, Ադրբեջանի տարածքը փոխվում է։ Ես այն վաղ նայեցի, ասեցի, ինչ հաշիվ ախի է տարածքը սենց մեծ տատանումներ տալիս։ Կապված է Կասպից ծովի մակարդակի հետ, այսինքն ծովը առաջ է գնում, ցամաքի տարածքը կրճատվում է, ծովը հետ է գնում, ցամաքի տարածքը լայնանում է։ Ես դրա համար եմ մենակ մեր թիվը ասում։ Մեր թիվը պետքա ֆիքսվի։ Երկրորդը, սահմանազատման կանոնակարգում մենք գրել ենք, որ տարածասահմանները խորհրդային միությունն ենք վերցնում բազային սկզբունք։ Ալմատի, այսինքն խորհրդային սահմանը որպես բազային սկզբունք։ Բայց եթե տեղեր կա մարդկանց կյանքի համար անհարմարություններ է ստեղծում, ասենք օրինակ կտրվում են ճանապարհից, կտրվում են, չգիտեմ, կոմունիկացիաներից, բնականon իրանց կյանքից, սահմանի այդ հատվածները պետքա օպտիմիզացիայի ենթարկենք։ Հիմա օրինակ մենք էլ ունենք դենց իրավիճակ, որ եթե ճշգրիտ սահմանը գծենք, մեր գյուղերը կարան ճանապարհից զրկվեն։ Իրանք էլ ունեն դենց իրավիճակ, որ եթե ճշգրիտ դնենք սովետի վաղտվա սահմանը գծենք, իրանց գյուղերը կտրվում են։ Դե էդ եմ ասում, էդ եմ ասում, բայց տենց չեմ ասում, քանի վերջնական չենք պայմանավորվել, հիմա եթե եթեր չլներ բան, էլի փակ ընդեղ խոսայինք, ավելի բաց կխոսայի, բայց իմաստն է նա, որ մենք սահմանազատումով ընեցանում ենք իրար ծակծկենք, մենք ու Ադրբեջանը,
Թե հենց անում ենք, ասում ենք, լավ եկեք փակենք, որ այս երեխեքի վրա էլ խնդիր չմնա։ Այսօր ֆիքսենք այնց, որ մարդկանց համար խնդիրներ չստեղծենք, ապրող մարդկանց գյուղերի բնակավայրերի համար խնդիրներ չստեղծենք ու գնանք առաջ։ Իմ ընկալմամբ process-ը գնում է այդ տրամաբանության, որովհետև քիչ Հայաստանը ու Ադրբեջանում ավելի ու ավելի շատ մարդիկ սկսում են, որ այս խաղաղությունը խաղաղությունը իսկական է։ Ինչքան ավելի շատ մարդ է հավատում խաղաղությանը, այնքան ավելի մեծ է ալնելու այդ հնարավորությունը։ Եվ մենք գնում ենք այս ճանապարհով, եւ ես ինչպես նախկինում, հիմա էլ ասում եմ, հիմա ասենք օրինակ Ժողովուրդ ջան, Կիրանցի հետ կապված իրադրությունը, ինչ որ տեղի ունեցավ, արդյունքում Կիրանցին օգուտ է թե վնաս է։ Միանշանակ օգուտ է։ Որովհետև նախ այսօր այն ժամանակ ասում են Կիրանցի դպրոցը 50 մետր է հեռու, ոչ մեկ չենք ուղարկելու մենք երեխեքին դպրոց։ Միջև հիմա եղել է մի ծնող, որ հրաժարվի երեխուն դպրոց ուղարկի։ Չի եղել։ Երեխեքը Ադրբեջանից 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում առանց մտավախության։ Ժողովուրդ 21-րդ դարն է, կապ չունի 30 մետր է հեռու, թե 300, թե 30 կիլոմետր, թե 300 կիլոմետր։ Այսօր մենք տենում ենք իրավիճակ, հեռուստացույցով տենում ենք։ Բնակավայրը սահմանից 1000 կիլոմետր, 2000 կիլոմետր հեռու է, մարդը իր տան նստած 3000 կիլոմետր հեռու կամ 1000 կիլոմետր հեռու, իր տան նստած հեռուստացության է, մեկ է անօթաչու սարքը պատուհանով մտնում է իր տուն։ 21 ինչ կապ ունի 30 մետր է հեռու, թե 300 կիլոմետր է հեռու։ Խնդիրը կա այդ անօթաչուն թռնում է, թե չի թռնում։ Այդ անօթաչուի համար կապ չունի, ինքը 30 մետր է թռնում, թե 300 մետր է թռնում։ Հիմա ընդհակառակը չնայած 300 կիլոմետր թռնելը կարող է ավելի հեշտ լինի, քան 30 մետր թռնելը, որովհետև 300 կիլոմետր թիկունքում քեզ ոչ մեկ չի սպասում։ Դժվարն է այդ սահմանը անցար է գնացին, ուզում ես 300 կիլոմետր գնա, ուզում ես 3000 կիլոմետր գնա։ Էդ եմ ասում։ Ես ճիշտ եք ասում, ես հիշեցի ձեզ այդ խոսակցությունը, որովհետև խնդիրը ինչի մեջ էր, հենց մարդիկ, դուք, ձեր մտավախությունն էր, որ խաղաղություն չի լինելու, որ խաղաղությունը ըլնելու է, թե չէ, ես ձեզ խոստացա, որ խաղաղությունը ալնելու եւ ես ձեզ խոստացա, այն վաղ խոսք էր գնում, թե ոսկեպահ ժողովուրդ Իրաստաններից դուրս են գալիս, եւ կներեք, դուք այսօր փաստերն են վկայում նրա մասին, որ ոսկեպարը սահմանազատմանն ու խաղաղությանը հավատում է, որտեղ սահմանազատումից առաջ 16 միլիոնով, 21 միլիոնով, 2 տուներ սարքում, փողը էլի մենք ենք տալիս, չէ, բյուջեներ տալիս։ Ես ես դալիճում ասում եմ, ժողովուրդ խի չեք օգտվում, ասում են, ով աստե ապրելու, էնա թողիկ ոստեղ ապրենք, թող այսօր 50 թե 60 տուն ասա։ 60 տուն է սարքվում, ընդ որում 60 տունը սարքվում է, ոչ թե Ադրբեջանից հեռու, այլ Ադրբեջանին ամենամոտիկ կետում։ Հələ մի հատ որ են կողմը սարքվեր կասեի, հա, տարել են են հետևը, տարել են, այն օրը ման եմ գալիս, նկարել եմ, գցել եմ, ուղիղ եթեր էր։ Այս վերևներ նայում եմ, ասում են ոսկեպար, բա տուն չի սարքում, ասում են 50։ Այն վերևի հատվածներում բան նայում եմ վերևից ներքև, ասում եմ, ուր այդ տները չի երևում, ուր այդ տները չի։ Մեկ էլ անցնելիս տենամ ճանապարհի եզրին է։ Այն կետում, որը Ադրբեջանին ամենամոտն է, ոսկեպարի ամենամոտ հատվածը, չի դա Ադրբեջանի։ Եվ սա ամենամեծ վկայությունն է, որ ոսկեպարը վստահում է խաղաղությանը։ Ոսկեպարը վստահում է սահմանազատմանը։ Իհարկե այնտեղ տների այն խորհրդային միության ժամանակվա տների հետ կապված խնդիրներ կան, այդ խնդիրներն է մենք կնայենք կլուծենք։ Ես առանց թեթև թանքի եմ ասում, ժողովուրդ ջան։ Այնտեղ խնդիրը հետևյալի մեջ է, որ դե գիտեք սահմանապահը այնտեղ ծառայություն է իրականացնում։ Իդեպ, այս հատվածում մենք բանակը ամբողջությամբ դուրս ենք բերել։ Ամբողջը հանձնված է սահմանապահին։ Ընդ որում սահմանապահները սահմանազատումից հետո ինչա տեղի ունես մեծ ժամանակ։
ժամանակ ունի։ Բանից հետո ինչ տեղի ունեցավ, սահմանազատումից հետո, ես չգիտեմ, երևի ոսկե պարի մեր ժողովուրդը գիտեմ, բայց եթերում պատմեմ, որ ուրիշներն էլ իմանան։ Ինչ տեղի ունեցավ, որ սահմանազատումը տեղի ունեցավ, այդ էական չի, ով ասեց, ով պատասխանեց, ինչ խոսակցություն տեղի ունեցավ։ Մեկ է Ադրբեջանի ու Հայաստանի սահմանապահները ասցին, բայց մի րոպե սահմանազատված է սահմանը, ինչ ենք խրամատում ծառայում, այսինքն իրարից թաքնված, եկեք դուրս գանք վերև ծառայենք։ Քննարկվեց, ասենք շատ լավ, ուրեմն խրամատները փակում ենք, ծառայում ենք գետնի վրա։ Որը ժամանակ առաջ հետո եկավ բան, եկավ, ասին, բայց մի րոպե, մենք պատրաստվում ենք կրակենք իրար վրա, ասին չէ, եկեք առանց կասկի ու առանց բրոնեժիլետի ծառայենք, սահմանապահները, ասին հա, հետո երորդ խոսակցություն եղավ, մի րոպե, այդ պահունակները խենք ավտոմատի վրա պահում, պատրաստվում ենք կրակել իրար վրա, ասին չէ, եկեք պահունակներն էլ ավտոմատից անենք, հիմա մեր սահմանապահները ծառայում են գետնի վրա, այսինքն այս մեր կողմի սահմանապահը տեսնում է իրանց կողմի սահմանապահը, թաքնված չեն։ Երկրորդը առանց բանի Սաղավարտի եւ Զրաբաճկոնի եւ երրորդն էլ առանց մագազինների ավտոմատների վրա ցանած դրածակողքների։ Բայց Ժորժ ջան, մենք խաղաղություն, բայց մենք պաշտպանության մասին էլ չենք մոռանում։ Գիտեք, որ ամրացված շրջանների մասին տեղյակ եք, գիտեք, որ ամրացված շրջաններ է կառուցվել, այս կողմից էլ են կողմից է։ Զորահանդեսը տեսաք, ոնց էր տպավորությունները լավ էր, ամեն ինչ լավ էր, հա։ Հիմի ես գոնե կարող եմ ասել, ինձ համար կարևոր է, ես կարող եմ ոսկեպարից հեռանալ այն համոզմունքով, որ ինչ որ մենք իրար հետ պայմանավորվել ենք ամեն ինչ տեղի ունեցել։ Հաստատ, եթե տենց է ոսկեպարցիները թող արտահայտեն իրանց վերաբերմունքը։ Սա ամենամեծ արդյունքն է, եւ հետեւաբար, ինչ էլ կասեն, ես ձեզ խնդրում եմ, առնվազն ոսկեպարում դուք ոչ մի բան ուրիշից չեք, դուք հնարավորություն եք ունեցել բոլոր հարցերը ինձ տալու, բոլոր պատասխանները ստանալու, ընդ որում ես հատուկ չեմ թողել, որ լրագրողները լինեն ներսը, որ ես ձեր ուղիղ հարցերին ուղիղ պատասխաններ տամ, առանց սեթևեթելու, որովհետև ես ձեզնից ոչ մի գաղտնիք չունեմ, և մենք իրար հետ այս արդյունքին պետքա տեր կանգնենք, և սահմանազատումից հետո ոսկեպարի եկեղեցին արդյունքում ոչ միայն չի հանձնվել, այլև ոսկեպարի եկեղեցում վերականգնման պետական բյուջեի միջոցներով աշխատանքներ են արվել, այսօր 60 տունակառուցում 21 միլիոնի ծրագրով, 50-ից ավել լավ տուն է կառուցվում, Գիրանցում էլի 50-ից ավել տուն էլ Գիրանցում է կառուցվում, Գիրանցի եկեղեցին, որ 100 տարի չէր գործում, մի ամիս առաջ օծել ենք, դպրոց ալնելու, մանկապարտեզ ալնելու, ճանապարհ ալնելու և կյանք ալնելու, կյանքը վերադարձել է ոսկեպար և կյանքը ոսկեպարից այլևս երբեք չի հեռանալու, սրա մասին է մեր այսօրվա հանդիպումը։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ոսկեպարին, նոյեմբերանին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ու այս պատմության ամենակարևորը էն է, որ ես ճիշտ ասում եմ, մենք սահմանազատում արինք, մենք էս արինք, մենք խաղաղություն հաստատեցինք, բայց դուք, սիրելի ոսկեպարցիներ, պետք է իմանաք, որ այդ ամեն ինչում ձեր դերը առանցքային է, որովհետև ճիշտ է լարված, ճիշտ է շատ լարված, բայց եթե մենք իրար աչքերի մեջ չնայենք, անկեղծ չլնեինք, ուղիղ չլնեինք
եւ ամեն ինչի մասին པարզ ու անկեղծ չխոսայինք, այս ամեն ինչը չի ստացվի։ Այս խաղաղությունը, որը հաստատված է, մեր ընդհանուր ձեռքբերումն է։ Եվ շատ կարևոր է, որ մեզնից, ձեզնից յուրաքանչյուրը արձանագրի, առերեսվեն փաստի հետ, որ պետության ապագան, ոսկե պարի ապագան, խաղաղության ապագան, անկախության ապագան կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ 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 այդ մեկ մարդը ինչքան էլ հեռու նստած ելնես դու ես։ Եվ այդ մեկ մարդը 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 դու ես։ Ով այդ մեկ մարդը, որ վերցնում է իր վրա այդ պատասխանատվությունը պետության, խաղաղության, ապագայի, անկախության, թող ձեր բարձրացնի այդ մարդը, ով այդ մարդը։ Եվ ահա այս քաղաքացիների հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ոսկեպարին, նոյեմբերյանին, Տավուշին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։